Ես կարդացի եւ հարցազրույցներ լսեցի, որ 2018-ից 24 թվականի տվյալները անհետացել են։ Դա եւս առանձին բավականին ցցում պատկեր է կառավարման ճգնաժամի, ինչ պետության Այդ ասած հավելագրումները այս նոր ժամանակահատվածի մասին են, թե նախորդի։ Մինչև կառավարչի նշանակումը, կառավարչի նշանակումից առաջ։ Իսկ այդ 2018-ից 24 թվականի տվյալները, որ անհետացել են ինչ-որ ձևով, այդ նշանակում է, որ պոտենցիալ հավելագրումների տվյալները, եթե եղած լինեին, այդ տվյալների հետ կանհետանային։ Կարող ենք ենթադրել, բայց այստեղ ավելի խորքային խնդիր ունենք։ ԵՊՑ կանոններ կան սահմանված ՀՑԿՀ կողմից, էլեկտրոէներգետիկական շուկայի բաշխման ցանցի կանոններ են կոչվում։ Դա իրավակարգավորումներ են, որին պետք է հետևի ՀԵՑ-ը եւ լիցենզավորված ոլորտում ցանկացած իրավաբանական անձ, եւ այդ կանոններով ՀՑԿՀ-ին հասանելիություն եւ երաշխիքներ պիտի տրվեն բաժանորդների, քաղաքացիների, իրավաբանական անձանց կողմից սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից այդպես ձևավորված համակարգում բոլոր հավաքագրված ինֆորմացիաների պիրամիդա համակարգ է կոչվում եւ 2025 թվականի ընթացիկ տարվա հունվար ամսվա առաջին օրերին նկատել են ՀԵՑ-ում պատասխանատուները, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում եւ ՀԵՑ-ը ինքը ներքին ստորաբաժանում չուներ նման ծավալի շուրջ 700,000 սպառողների հաշվիչների հավաքված համակարգի մասին է խոսք հասունություն ունեցող սպասարկելու եւ այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում եւ ռուսաստանյան որոշ ընկերությունների, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում դաշինի ընկերությունների խմբին կամ արտապատվիրակված են այդ ծառայությունները ռուսական ընկերությունների 40-ից ավելի դոստուպներ ուներ համակարգը այդ փուլում մեր ուսումնասիրություններն են դա ցույց տալիս եւ ահա այդ 40-ից ավելի դոստուպ ունեցող անձանցից ոմանք կամ ինչ-որ խումբ պարզապես կամ կանխամտածված կամ ցածր կոմպետենտության արդյունքում հունվարի սկզբին այդ խնդիրը լուծելու process-ի ընթացքում որպեսզի լրացուցիչ սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն եւ կարողանան այդ ամբողջ արխիվացնելու չգիտեմ ինչ գործողության արդյունքում ուսումնասիրվում այս պահին նաեւ քրեական վարույթ կանավ այդ փաստով եւս նախաձեռնված ջնջվել է 2018-ից 24 թվականի նոյեմբեր ամիս ընկած ամբողջ տվյալների բազան։ Հիմա տենց վարկած կարող է լինել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի եւ ապացուցելի կլինեին նաեւ հավելագրումներ եւ այլն ձեր նշածները եւ այդ տվյալների ջնջելու հետ այդ տվյալները նույնպես վերացել։ Այո, կարող ենք ենթադրել, այդտեղ կա նաեւ առաջին խախտման բնույթը ինքնին ԵՊՑ կանոնի կոպիտ խախտում է եւ տվյալ փաստը հատկանշականն այն է, որ ժամանակի տնօրեններն ու կառավարիչները թաքցրել են ՀՑԿ-ից։ Թեպետ ծառայական քննություն են նշանակել, որոշակի մեղավոր շրջանակներ են դուրս բերել եւ այդ ամբողջ փաստաթղթերը ՀԵՑ-ում պահվում են խնամքով, բայց որևէ կերպ հաշվետվությունում չի արտացոլվել ՀՑԿՀ ներկայացվող, ինչը լիցենզիայից բխող առաջնային պահանջ է նաեւ։ Ընդ որում նաեւ հաղորդում չէր ներկայացվել իրապահներին, քննելու նաեւ այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է տեղի ունեցել, քանի որ խոսք գնում է 700,000 մեր քաղաքացիների սպառողների անձնական տվյալների մասին, այսինքն անձնական տվյալների պաշտպանության խնդիրը կար նաեւ։ Եվ ուղիղ արտացոլանքը այդ բազաներում եղած տեղեկատվության բիլինգի այլ համակարգում որոշակի կան, որը որ տվյալ համակարգից ներբեռնվում է բիլինգի համակարգ, ընդ որում մարդկային գործոնով պայմանավորված։ Պարզապես այդ ծախսը վերականգնելի է, թե վերականգնելի։ Այս պահին մինչև այս պահ չի հաջողվել վերականգնել։ Թեպետ մյուս կողմը պնդում է, որ այն տվյալները, որոնք որ արտացոլված պիտի լինեին տվյալ համակարգում, ջնջված համակարգերում, այսպես թե այնպես արտացոլված են բիլինգի բազաներում, բայց բնավ դա այդպես չէ, որովհետեւ ծախսումների, այսինքն սպառման հաշիվների, այո, հաշիվների, բայց հիմա հնարավորություն կա այդ հաշիվները համեմատել իրական ծախսի հետ։ Այս դա է խնդիր, որ իրական ծախսի բազաները քանի որ ջնջված են, այդ հաշիվները ինչ որ կա արդեն հաշվված, այդ հաշվի գրած թիվը ինչքանով է։ Հենց խնդիրը դրա մեջ որ ոչ ոք։ Այսինքն դե գրած է, որ ես պետք է 10,000 դրամ հոսանքի վարձ վճարեմ, հա գրած է, տակնել բնականաբար համապատասխան թվով հոսանքի ծավալը նկարագրված։ Բայց եթե գնանք հիմքը ստուգենք, ես իրոք այդքան եմ հոսանք սպառել, թե չէ, հնարավոր չի դա։